Երեք բան, որ այս գիրքը դարձնում են բավականին ուժեղ որպես դասագիրք, դա առաջինը քննական մտքի զարգացումն է ամբողջ դասագրքում եւ բոլոր բաժիններով, իրենց անվանումներով, բացատրությամբ եւ նաեւ ուսուցչի ձեռնարկում առաջարկվող այն մեթոդներով, որոնք կարող են ուսուցիչները օգտագործել կոնկրետ այդ քննական մտքի տեսակը զարգացնելու համար։ Երկրորդ կարևոր բանը, որ ուսուցչի դերը որպես այդ ժանդարմ իմաստով դուրս է գալիս եւ ուսուցիչը ավելի շուտ հավասար պայմաններում նստում է իր ուսանողի հետ եւ հավասար երկխոսություն է վարում եւ ուսանողը այդպես է արդեն տեսնում ուսուցչին հիմա 21-րդ դարում, որտեղ իրենք որպես ուսուցիչ ու դասատու այդ կերպարը իրենց մոտ բավականին խամրել է, իրենց ուսուցչին տեսնում են ավելի շուտ որպես գործընկեր, քան որպես հենց ուսուցիչ, հատկապես 12-րդ դասարանում։ Եվ երրորդը դասագրքի թեմաներն են բավականին հետաքրքիր զարգացած, որովհետև մենք հաշվի ենք առել թեմայի գաղափարը, այնուհետև այդ գաղափարը տրոհել ենք տարբեր մասերի եւ վերջում երբ որ արդեն թեման ավարտվում է, երեխայի մոտ ձևավորվում է այդ puzzle-ը արդեն, թե ինչ էր իրենից ներկայացնում այդ գաղափարը։ Ինչպես անգլերենում են ասում, work smart not hard, ուրեմն ընտրում ենք 12-րդ դասարանի դասագիրքը, որպեսզի աշխատենք smart կամ խելացի։